Մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության տոնն ենք նշում, ոչ աշխատանքային այս օրը մարդիկ, եկեղեցիներ, Սարդարապատի հուշահամալիր են այցելում, մեկ անգամ եւս վերապրում հերոսական պատմությունը, հիշում, հպարտանում եւ ոգեկոչում հերոս նախնիների հիշատակը։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում կատարվեց հանրապետական մաղթանք։ Արարողությունը հանդիսապետում էր Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Հավատացյալները հոգևոր դասի հետ միասին աղոթեցին մեր երկրի անվտանգության ու անսասանության համար։ Հանրապետական մաղթանքի արարողությունից հետո Սրբազան հայրը ընթերցեց ամենայն հայոց հայրապետի ուղերձը հանրապետության տոնի առիթով։ Հայրապետական ներողությունն ենք բերում ի հայրենից և սփյուռս մեր ժողովրդի զավակներին և շնորհավորում հանրապետության տոնի առիթով։ Այսօր ոգեկոչում ենք հիշատակները 1918 թվականի մայիսյան հերոսամարտերի մեր ժողովրդի դրսևորած աննկուն կամքի, միասնականության ոգու և քաջարի պայքարի, որի շնորհիվ հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետություն։ Դարերի ինքնիչունից հետո հայրենի հողում վերականգնվեց հայկական պետականությունը, արժանապատիվ ու ապահով կյանք և լուսավոր գալիք կերտելու տեսքով։ Այսօր, երբ մեր ժողովուրդը կանգնած է նոր փորձությունների առջև և աղետալի պատերազմից ու Արցախի բռնազավթումից հետո կրում է արհավիրքների ծանր հետևանքները, մայիսի 28-ի խորհուրդը կրկին հնչեցնում է անբեկանելի ճշմարտությունը, որ ժողովուրդը կարող է հաղթանակել, երբ միաբանված է մեկ նպատակով, մեկ ձգտումով ու բաղձանքով։ Մեր անկախությունը մեր հայրերի սրբազան ավանդն է մեզ, որը պիտի փայփայենք ու շարունակենք համատեղ ջանքերով շենացնել մեր երկիրը, զորացնել մեր պետականությունը։ Այս տոնական օրը աղոթում ենք աշխարհասփյուռ մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության, մեր բանակի հզորության, մեր պետության անվտանգության ու առաջընթացի համար։ Թող մեր նախնյաց սխրանքները ոգեշնչեն մեզ, հավատալու մեր ուժերին, միավորելու հայրենիքի, ընդհանուր նպատակների շուրջ և համատեղ ջանքեր ներդնելու մեր ազգային շահերին և իրավունքների պաշտպանության գործում։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերը և ողորմությունը թող լինեն մեզ հետ և ամենքից այսօր և միշտ։ Ամեն։ Օրվա երկրորդ կեսին Մայրաթորի միաբաններն այցելեցին նաև Սարդարապատի հուշահամալիր։ Հոգևորականներին դիմավորեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն arczepiskopos Ադամյանը։ Ծաղիկներ խոնարհեցին, միասին աղոթեցին։ Հայաստանը լիակատար ոչնչացումից փրկվեց այս մատույցներում, երբ 107 տարի առաջ հայ ժողովուրդը հոգևորականով, աշխարհականով ու զինվորականով կռվեց ու կարողացավ կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս։ Հոգևորականները հորդորում են հիշել ու արժևորել պատմությունը ոչ միայն տոնական օրերին, այլև ամեն օր, ամեն վայրկյան։ Հերոսամարտի ակտիվ մասնակիցներից էր Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանը, որը գլխավորում էր մահապարտների գունդը։ Ռազմաճակատ մեկնելու թույլտվության և օրհնության խնդրանքով ամենայն հայոց կաթողիկոսին էին դիմում ճեմարանի սաները Մայրաթորի միաբանները։ Շրջելով գյուղերում հորդորում էին ամենքին հայրենիքի պաշտպանության համար անել ամեն բան և չխուսափել զորահավաքից։ Իսկ Գևորգ 5-րդ ամենայն հայոց կաթողիկոսը ոչ միայն հրաժարվում է տեղափոխվել Սևանա լճի շրջակայք, որտեղ ավելի անվտանգ էր, այլև հրամայում օր ու գիշեր հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը և ոտքի հանել ժողովրդին։ Նա երդվում է համընդհանուր նահանջի դեպքում անգամ մնալ Սուրբ Էջմիածնում ու անձամբ պաշտպանել Մայրաթորը։ Այս ու նմանօրինակ մարդիկ պետք է մեզ համար դառնան ուղեցույց հավատքի ու պայքարի վառ օրինակներ, նշում է Սիոն arczepiskopos Ադամյանը։ Սարդարապատի երգը արդեն իր խորհուրդ ամբողջովին ամփոփում է։ Երբ չի մնում երգ ու ճար, խենթերն է գտնում մնար։ Եվ իսկապես խենթերի իրագործած սխրանք էր Սարդարապատը։ Եվ նաև իհարկե Գևորգ 5-րդ կաթողիկոսի
դիրքը, որ շատ կարևոր է։ Եթե չլիներ Գևորգ 5-րդի վճռոժ եւ կարծր դիրքը այս Սարդարապետի ճակատամարտի վերաբերյալ, թերևս չլիներ Սարդարապետը, վստահաբար չլինի։ Այսօր էլ, եթե մենք ունենանք այն հավատը, ուժը եւ հայրենասիրությունը ամենակարևորը, հայրենիք սիրելը, ապա մենք էլ կարող ենք այսօր փոխել իրավիճակը։